Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, հարկասով որ մենք այսօր էլ կենթանի ենք, առողջ ենք և կարող ենք գալ Աստծո ոտքերի մոտ և սովորել իրենից և թող Աստված մեզ օգնի, որպեսզի այս դասը լսելով խոնարհությամբ լսենք և ընդունենք մեր սրտի մեջ և իրականացնենք մեր կյանքում Հիսուսի շնորհքով Սուրբ Հոգով լսենք, Հիսուսի անունով խնդրեցի, ամեն։ Ուրեմն մենք գիտենք, որ արդեն երրորդ երամսյակի գիրքը վերջացավ և հիմա արդեն սկսում ենք չորրորդ երամսյակի գիրքը, որը Հեսու նավեի գրքի ուսումնասիրությունն է և այսօր առաջին դասն է, հաջողության բաղադրատոմս, հիշելու համարն է Հեսու 1:7, միայն թե զորացիր և շատ քաջ եղիր, որպեսզի պահես և ամբողջովին կատարես այն օրենքը, որ իմ ծառա Մովսեսը պատվիրել է քեզ, դրանից չշեղվես աջ կամ ձախ, որպեսզի ամեն ինչում հաջողություն ունենաս, ուր էլ որ գնաս։ Ուրեմն Հեսուի գիրքը նոր հնարավորությունների մասին է, Մովսեսը, որ առաջնորդ է եղել Իսրայելի պատմության 40 տարիների ընթացքում, մնացել էր անցյալում, ավարտվել էին Եգիպտոսից ելքը և անապատում թափառումները, որոնք ողջ փերգականորեն նշանավորվեցին ապստամբությամբ ու անհնազանդությամբ։ Նոր սերունդը, որը պատրաստական էր հնազանդվել Աստծուն, պատրաստ էր մտնել ավետյաց երկիր, ոչ թե իրենց ակնկալիքները բավարարելու, այլ անտեղ ապրելու հնարավորության համար։ Ուրեմն հետաքրքիրը այն է, որ թեև Մովսեսը սովորել էր Եգիպտոսում ռազմագիտություն, այսինքն զինվորական էր, բայց այնուամենայնիվ ոչ թե և ինքը փայլուն զինվորական էր, բայց այնուամենայնիվ այդ գործը տրվեց ոչ թե իրեն, որ ինքը մտցնի ժողովրդին այնտեղ, այլ Հեսու նավեին, ով Եգիպտոսում չէր սովորել, որից է ռազմական գիտություն չէր ստացել և այս դեպքում այսքան նոր սերունդից էր և այս դեպքում ամբողջ փառքը Աստծունն է, որովհետև ամենաշարքային զինվորականի միջոցով Աստված արեց իր գործը, բայց կարևոր կետը ինչումն է, որ մենք և Աստված միշտ է շարքային մարդկանց է օգտագործել, որ այդ շարքային մարդը հասկանա իր կախվածությունը Աստծուց և ամեն ինչում հնազանդվի Աստծո հրահանգներին։ Սա է ամենակարևորը, բայց երբ որ մարդ ունենում է, ասենք այսպես, շարքային չի, նա արդեն իր հույսը ավելի շատ դնում է իր ունակությունների վրա, իր գիտելիքների վրա, այլ ոչ թե Աստծո որոշումների և հրահանգների վրա։ Ուրեմն Աստծուն պետք են ամենաառաջինը խոնարհ մարդիկ, ովքեր հասկանում են, որ իրանք ոչինչ չգիտեն և ովքեր սովորում են Աստծուց։ Կարդանք Երկրորդ Օրինաց 18 գլխի 15-ից մինչև 19 համարը։ Քո Տեր Աստվածը քո եղբայրների միջից ինձ նման մի մարգարե մեջտեղ պիտի հանի քեզ համար, նրան լսեք ամբողջապես այնպես, ինչպես որ Քորեբում հավաքի օրը քո Տեր Աստծուն խնդրեցիր ասելով, իմ Տեր Աստծո ձայնը այլևս չլսեմ և այդ մեծ կրակն այլևս չտեսնեմ, որպեսզի չմեռնեմ։ Այսինքն այն օրը, երբ որ Մովսեսը պիտի գնար և վերցներ տախտակները, որտեղ օրենքն էր գրված Աստծո, և Աստված բանավոր իրենց ասեց օրենքները, և մարդիկ վախեցան, ասեցին, որ այսպես շարունակվի մենք կմեռնենք, որտեղ մեղավոր մարդը չի կարող
կենթանի մնալ, երբ որ հանդիպում է կենթանի Աստծուն։ Այն ժամանակներին ինձ ասած լավ է ինչ որ նրանք ասում են, այսինքն ոչ թե լավ է, այլ ճիշտ է ինչ որ նրանք ասում են։ Ես քեզ նման մի մարգարե մեջտեղ կհանեմ նրանց համար, իրենց եղբայրների միջից, եւ իմ խոսքերը կդնեմ նրա բերանը, նա նրանց կասի այն ինչ որ կպատվիրեմ նրան, եւ այն մարդը, որ չլսի իմ խոսքերը, որ նա կասի իմ անունից, ես այդ մարդուց հաշիվ կպահանջեմ։ Ում մասին է այստեղ խոսքը գնում, իհարկե Հիսուս Քրիստոսի։ Հիսուս Քրիստոսը մարմնավորվեց որպես մարդ, մեր պես եղավ, որպեսզի մենք Աստծո պատկերը տեսնելով իր մեջ, եւ տեսնենք Աստծո պատկերը եւ կենթանի մնանք, որտեղ ինքը իր փառքը փակեց մարդկային մարմնի մեջ, աստվածային փառքը, եւ մենք ի վիճակի եղանք ծանոթանալ ճշմարիտ Աստծուն։ Եվ Աստված բարձ ասում է, ով որ չլսի, որ այդ մեկը խոսելու է իր անունից, եւ ասում է, եթե չլսեք իրեն, ես այդ մարդուց հաշիվ կպահանջեմ։ Այսինքն, թե մենք չընդունենք Հիսուսին եւ չհնազանդվենք իրեն։ Պետք է մեր ականջինով անենք սա։ Թեև Մովսեսը մահացել էր եւ Աստծո կողմից նշանակվել էր նոր առաջնորդ Հեսուն, նրանց միջև զուգահեռներ կան։ Երկու մարդկանց էլ Աստված ասել էր, որ նրանք ժողովրդին պետք է առաջնորդեն իրենց հայրերին խոստացված երկիրը։ Հեսուն ավարտելու էր այն աշխատանքը, որն ի սկզբանե տրվել էր Մովսեսին։ Նա իսկապես նոր Մովսեսն էր։ Ուրեմն Աստծո գործը այսպես է։ Մեկը կարող է այն սկսել, մի ուրիշը ավարտել։ Աստծո գործը չի պատկանում մարդու, որ այդ մարդը ասի, «Օ, ես սկսել եմ, ուրեմն ես էլ պիտի ավարտեմ»։ Ոչ։ Աստված է որոշում ով սկսի, ով ավարտի, ով շարունակի։ Ինչպես Պողոսն է գրում, ասում է, ես ցանեցի, Պողոսը ջրեց եւ Աստված աճեցրեց։ Ամեն մեկը իր գործը ունի։ Մովսեսը իր փայ, իր մաս աշխատանքը կատարեց եւ մյուսը արդեն պիտի շարունակեր Հեսունավեն իր օգնականը։ Թեև Մովսեսը մահացած է, սակայն գերիշխում է առաջին գլխում, նրա անունը հիշատակվում է 10 անգամ, Հեսուինը ընդամենը 4։ Մովսեսն անվանվում է Տիրոջ ծառա, մինչդեռ Հեսուն Մովսեսի սպասավոր։ Հեսու առաջին գլխում Հեսուն անվանվում է Մովսեսի սպասավոր։ Հեսուից ամբողջ կյանքի ընթացքում շարունակական հավատարիմ ծառայություն եւ հնազանդություն էր պահանջվելու, որպեսզի ստանա Տիրոջ ծառա կոչումը, եւ նա դա ստացավ։ Հեսոնավեի վերջում, այդ գրքի վերջում 24 գլխի 20 համարում նա արդեն հիշատակվում է որպես Տիրոջ ծառա։ Շատ կարևոր է մեր համար, որտեղ ինչպես շատ անգամ ասել եմ, մի օրում մարդ չի դառնում Աստծո ծառա, չի դառնում կատարյալ։ Երբ որ մենք մկրտվում ենք, մենք նոր ենք սկսում ճամփան։ Գիտեք, երբ որ մի մարդու դնում են ինչ-որ մի պաշտոնի, դա նշանակում է, որ ինքը որակավորված է այդ պաշտոնի համար, բայց դա չի նշանակում, որ ինքը կատարելապես այդ պաշտոնին կարող է տիրապետել։ Այդ կատարելությունը գալիս է իր աշխատանքում, երբ որ ինքը լուրջ զբաղվում է այդ աշխատանքով, նա կատարելագործում է եւ արդեն տարիներ անց ինքը համարվում է կատարյալ մասնագետ։ Եվ իսկ այն մարդը, ով իմիջայլոց է անում իր գործը, նա երբեք չի դառնա կատարյալ մասնագետ։ Այսինքն մի բան է մկրտվել եւ այդ ճամփան սկսել Աստծո հետ, մի բան է շարունակաբար ապրել Աստծո խոսքով, շարունակաբար ապրել հավատարիմ Աստծուն եւ ամբողջ կյանքը մեզնից պահանջվում, որ մենք մեր ունակությունների
մեր ուժերին համաչափ կատարյալ լինենք, ինչքան հնարավոր է Հիսուսին նմանվենք։ Եվ թող ինչպես Հեսուի կյանքում այնպես եղավ, այնպես էլ մեր կյանքում լինի, որ մեր կյանքի վերջում մենք կոչվենք Աստծո ծառա, որ մենք պատրաստ լինենք երկնքի արքայություն մտնելու։ Ուրեմն ամենակարևոր կերպարը հենց ինքը Տերն է, ում խոսքով բացվում է գիրքը եւ ում առաջնորդությունը գերակշռում է դրանում։ Բոլորովին հայտ է, թե ով է Իսրայելի իրական առաջնորդը։ Այսինքն Աստված առաջնորդում է մարդկանց միջոցով, սկզբում Մովսեսի միջոցով է, հետո Հեսուի միջոցով։ Հիմա կարդանք ուրեմն Հեսուի գրքի առաջին գլուխը ծառայում է որպես ամբողջ գրքի ներածություն։ Հեսուի գիրքը կարելի է դիտել որպես աստվածային նախաձեռնությունների շարք եւ յուրաքանչյուր ձեռնարկման մեջ Աստված Հեսուին տալիս է Քանանի նվաճման հետ կապված հատուկ առաջադրանք եւ ամեն մեկը գրքում նշվում է որպես հաջողությամբ կատարված։ Գիտեք, Աստծո այն մարդիկ էլ ովքեր ծառայում են Աստծուն, Աստված միշտ իրենց առաջադրանք է տալիս եւ ակնկալում է, որ նրանք այդ առաջադրանքը այնքան խոնարհ լինեն, որ նրանք այդ առաջադրանքը կատարեն ըստ իր հրահանգների, այլ ոչ թե ինչպես իրենց գլխին փչի։ Երկիրը գրավելու վերաբերյալ Աստծո խոստումներն ի վերջո կատարվելու էին։ Աստծո նախաձեռնությունները, որոնք արտահայտված են 3 բայերով, անցնել, ժառանգել եւ բաժանել, պատշաճ պատասխան են ստանում ժողովրդի հնազանդության մեջ, որը բխում է վերջին ձեռնարկումից, ծառայությունից։ Ուրեմն այս գրքի հիմնական լուրն է, Աստծո նախաձեռնություններն ինքնաբերաբար չեն իրականացվում, այլ պահանջում են նրա ժողովրդի հավատարիմ արձագանքը։ Այսինքն այն ամեն ինչ Աստված արել է մեզ համար, ներառյալ այն, ինչ մենք ինքներս անել չենք կարող, մեզանից պահանջում է անել, այն ինչ կարող ենք ինքներս անել, այսինքն հնազանդվել Աստծո պատվերներին, հնազանդվել Աստծո հրահանգներին։ Այդպես եղել է մշտապես սրբազան պատմության ողջ ընթացքում եւ այդպես է նաեւ այսօր։ Հայտնություն 14-12 համարում Աստծո վերջին ժամանակի ժողովրդի նկարագրությունը նույն միտքն է փոխանցում հավատային բանի հանդեպ, ինչ Աստված արել է մեզ համար, ինչը հանգեցնում է հնազանդության։ Եվ այստեղ է սուրբերի համբերությունը, որոնք պահում են Հիսուսի հավատը եւ Աստծո պատվիրանները։ Կարդանք Հեսու գրքի առաջին գլխի 2-3 համարները։ Տիրոջ ծառա առաջինից սկսենք։ Տիրոջ ծառա Մովսեսի մեռնելուց հետո Տերը խոսեց Մովսեսի սպասավոր Նավեի որդի Հեսուի հետ, ասելով. Իմ ծառա Մովսեսը մեռավ, հիմա վեր կաց անցիր այդ Հորդան անգետով այս ամբողջ ժողովրդի հետ այն երկիրը, որ ես տալիս եմ Իսրայելի որդիներին, այն բոլոր տեղերը, որ կկոխեն ձեր ոտքերի թաթերը, ձեզ պիտի տամ, ինչպես որ ասել եմ Մովսեսին։ Ուրեմն, ինչ ենք մենք այստեղ տեսնում, որ երկիրը պարգև էր Տիրոջ կողմից, ով դրա իրական սեփականատերն է։ Այստեղ անցած ժամանակով է գրված, բայց պետք չի անցած ժամանակով։ Ամբողջ երկիրը, բոլոր հողերը պատկանում են Աստծուն։ Աստված է սեփականատերը այս երկրի բոլոր հողերի, որտեղ ինքն է ստեղծել այն։ Եվ ինքն է բաժանում։ Ուրեմն Հեսու առաջին գլխի 2-3 համարներում օգտագործվում է տալ բայի երկու տարբեր ձևեր, որոնք արտացոլում են երկիրը ժառանգելու երկու կարևոր կողմեր։ Առաջին ձևն արտահայտում է երկիրը տալու գործընթացը, Իսրայելի կողմից գրավեցին միայն
under հորդանյանան տարածքները, խոստացված երկրի մեծ մասը դեռևս պետք է գրավել։ Հեսու առաջին երրորդում բայը գործածում է կատարյալ ձևով, տպավորություն թողնելով, որ երկիրն արդեն իսկ տրվել է նրանց։ Երբ Աստված է նման գործողությունների սուբյեկտը, ձևը կոչվում է մարգարեական perfect, օգտագործվում է մարգարեության մեջ ցույց տալու համար, որ Աստծո խոստումը ապագայում անպայման կատարվելու է։ Եվ դա այն պատճառով, որ այն, ինչ նախոստանում է իր խոսքում, հավաստի փաստ է, որին կարելի է վստահել որպես ներկա իրականություն, ասում է ես տալիս եմ ձեզ։ Ոչ թե տալու եմ, այլ տալիս եմ։ Երրորդ համարում դուք եւ ձեր դերանները կիրառված են հոգնակիթով, ուստի խոստումը տրված է ոչ միայն Հեսուին, այլև ողջ ժողովրդին։ Ուրեմն այնտեղ նաև գրված է բոլոր ամբողջ բառը, որը ամբողջականություն եւ կատարելություն է նշանակում, որոնք վճռորոշ են Հեսուի առջև դրված նպատակին հասնելու համար։ Պետք է կատարյալ միաբանություն եւ համաձայնություն լինի Աստծո, Հեսուի եւ ժողովրդի միջեւ։ Ավետյաց երկրի գալիք նվաճման մեջ հաջողություն ապահովելու համար։ Կարդանք 4-ից 6 համարները։ Անաբատից եւ այս Լիբանանից մինչև մեծ գետ, այսինքն Եփրատ գետը, քետացների ամբողջ երկիրը մինչև արևմտյան կողմի մեծ ծովը ձեր սահմանը կլինի, ոչ մի մարդ չի կարողանա դեմ տանել քեզ քո կյանքի բոլոր օրերին, սա նա ասում է Հեսու նավերին, ինչպես Մովսեսի հետ է, այդպես էլ քեզ հետ կլինեմ, չեմ լքի քեզ եւ անտես չեմ անի քեզ։ Զորացիր եւ քաջ եղիր, որովհետեւ այս ժողովրդին դու ժառանգել պիտի տաս այն երկիրը, որի համար երդվեցի սրանց հայրերին, որ կտամ նրանց։ Աստծո խոստումների մեջ ոչ մի կախարդական բան չկա, նրանք զորություն չունեն իրենց մեջ, ինքնին իրենց սեփական կատարումն ապահովելու համար։ Դրանց հասկանալու երաշխիքն Աստծո ներկայությունն է, ով ասում է ես ձեզ հետ եմ։ Ուրեմն հաջողության ֆորմուլան ինչ է։ Աստծո ներկայությունը մեր կյանքում։ Տիրոջ ներկայությունը իսկապես վճռորոշ է։ Վճռորոշ է Իսրայելի գոյատևման համար եւ այն վճռորոշ այսօր ազգերի եւ մեր անհատական գոյատևման համար։ Առանց դրա նրանք պարզապես եւ մենք նույնպես բազմաթիվ ազգերից մեկը կլինեն առանց հատուկ կոչման, ինքնության եւ առաքելության։ Տիրոջ ներկայությունը այն ամենն էր, ինչ Հեսուին անհրաժեշտ էր հաջողության հասնելու համար։ Սակայն իրենց ձեռքերով մերժեցին Աստծո ներկայությունը եւ երբ խաչեցին Աստծո որդուն։ Եվ ցավոք նրանք էլ չեն վայելում Աստծո ներկայությունը, իհարկե առանձին մարդիկ այո, ովքեր հավատարիմ են ըստ իրենց դիմացածի Աստծո խոսքին, բայց ոչ որպես ազգ։ Կարդանք Հեսու առաջին գլխի 7-ից 9 համարները։ Միայն թե զորացիր եւ շատ քաջ եղիր, որպեսզի պահես եւ ամբողջովին կատարես այն օրենքը, որ իմ ծառա Մովսեսը պատվիրել է քեզ, դրա ինչ շեղվես աչքամ ձախ, որպեսզի ամեն ինչում հաջողություն ունենաս, ուր որ գնաս։ Այս օրենքի գիրքը թող չհեռանա քո շուրթերից, այլ գիշեր-ցերեկ դրա մասին մտածիր, որպեսզի պահես եւ կատարես ամենը, ինչ որ գրված է, դրա մեջ այն ժամանակ ճանապարհը դու հաջող կդարձնես եւ այն ժամանակ հաջողություն կունենաս։ Ահա պատվիրում եմ քեզ զորացիր եւ քաջ եղիր, մի վախեցիր եւ մի զարհուրիր, որովհետեւ քո Տեր Աստվածը քեզ հետ է ամենտեղ, ուր որ գնաս։ Պատճառ կար, որ Աստված ասում էր այս խոսքերը, ինչու պիտի վախենար ու զարհուրեր։ Հեսուն, որտեղ իրականում Հեսուի առջև դրված առաջադրանքը թվում է ներառում էր բազմաթիվ ճնշող մարտահրավերներ, այսինքն շատ դժվար առաջադրանքներ մարդկային տեսակետից, քանացիների քաղաքների պարիսպներն անառիկ էին թվում, իսկ երկրի բնակչությունը վարժված էր մարտերի համար, ի հակադրություն իսրայելացիները հասարակ քոչվորները չունեին նույնիսկ ամենահասարակ մարտական մեքենաներ, որոնցով կարելի լիներ գրավել ամրացված պարիսպները, այսինքն այդ քաղաքը
Երիքո, որ առաջին քաղաքն էր, հաստ պատեր ուներ, եւ իրենք ոչ մի այդպիսի բան չունեն, որ քանդեին այդ պատերը։ Այսինքն անհնարին էր թվում գրավել այդ քաղաքը։ Պատմությունը ասում է, որ նույնիսկ Եգիպտոս այն ժամանակների գերտերությունը չկարողացավ հաստատուն դիրք ձեռք բերել Քանանում։ Այնուամենայնիվ ուժեղ ու քաջ լինելու կոչն այստեղ կապված չէ միայն մարտական, բարոյահոգեբանական պատրաստության կամ պատերազմի ռազմավարության հետ։ Քաջություն եւ ուժը անհրաժեշտ Աստծո խոսքին, օրենքի գրքին եւ դրա հատուկ պահանջներին հավատարիմ մնալու համար, որոնք սահմանում էին Իսրայելի ուխտը իրենց Աստծո հետ։ Այսօր Քրիստոսի կողմից իրենց վստահված առաքելությունը կատարելիս քրիստոնյաները բախվում են Հեսուի մարտահրավերներին, այսինքն նրանցից պահանջվում է պատերազմել իրենց իսկ մեղավոր հակումների դեմ, այս աշխարհի խավար աշխարհակալների հետ, այն չար հոգիների հետ, որ երկնավորների մեջ են։ Ինչպես Հեսուն, նրանք նույնպես ունեն Քրիստոսի ներկայության հավաստի խոստումը. Ես ձեզ հետ եմ ամեն օր, մինչև աշխարհի վերջը, Մատթեոս 28:20։ Ինչպես Աստված Հեսուին ասեց, նույն ձևի Հիսուսը ասեց քրիստոնյաներին։ Քանի որ Տիրոջ աջակցող ներկայությունը բավական էր Հեսուի վախերը հեռացնելու համար, այնպես էլ այն պետք է բավարար լինի այսօրվա մեր կասկածներն ու անհանգստությունները վանելու համար։ Մեզ համար մարտահրավերը բավական լավ ճանաչել Տիրոջը, որպեսզի վստահենք նրան եւ մեզ տված նրա խոստումներին։ Եվ դա է պատճառը, որ ամեն ինչից առավել մեզ անհրաժեշտ է անձնական հարաբերություն նրա հետ։ Հենց դրանում է կայանում, ինչու մենք պիտի իմանանք Աստծո խոսքը, որպեսզի անձնական հարաբերություններ ստեղծենք Աստծո հետ։ Երբ որ մենք ուզում ենք ծանոթանալ մեկի հետ, մենք պիտի խոսենք, շփվենք այդ մարդու հետ, որ ճանաչենք։ Եթե մենք չենք խոսում Աստծո հետ, եթե մենք չենք լսում իր խոսքը, իր ասածը, նշանակում է մենք չենք ճանաչում իրեն։ Եվ նշանակում է մենք չենք կարող այնպիսին լինել, ինչպես որ այստեղ գրված է։ Այսինքն մեր հաջողության, հոգևոր հաջողության հիմքը դա Աստծո ներկայությունն է։ Իսկ Աստված ներկայ այնտեղ, որտեղ չի արհամարվում, որտեղ իր հետ խոսում են եւ իր խոսքը լսում են։ Երբ որ Աստված ասում է, որ գիշեր ու ցերեկ ասում է այս օրենքի գիրքը թող չեռանա փոշորթերից, այլ գիշեր ցերեկ դրա մասին մտածի։ Դա չի նշանակում, որ մարդ պարապ նստել է ու ամբողջ օր մտածում է այդ օրենքի գրքի մասին, ոչ։ Դա նշանակում է, որ ինչ որ ինքը ձեռնարկում է, ինչ որ որոշում է, ինչ որ կատարում է, այդ բոլորը անում է համաձայն այդ խոսքի։ Եթե այդ խոսքը չիմանա մարդը, ո՞նց կարող ենք համաձայն այդ խոսքի ապրել։ Գիտեք, երբեմն մարդիկ ասում են, չէ, ես գիտեմ արդեն ինչա գրված Աստվածաշնչում, պետք չի ինձ ասել։ Ախր որտեղից գիտես, եթե չես կարդացել։ Ուրիշների բերանից ես լսել, ուրիշները կարող են շատ այլ ձևերով մեկնաբանել, որը բոլորովին չհամընկնի Աստվածաշնչի իմաստի հետ։ Այսինքն մեզ պետք է անձամբ կարդալ, անձամբ աղոթել, անձամբ կապ հաստատել Աստծո հետ, որպեսզի լինենք հաջողություն ունենանք առաջինը մեր հոգևոր կյանքում։ Ուրեմն եբրայերեն ցալախ հաջողություն բառը, որը օգտագործվում է Հեսու 1:8, ենթադրում է պլանավորված գործի գոհացուցիչ իրականացում կամ բարենպաստ հանգամանքների վիճակ։ Սակալ իմաստուն լինել բառը կարող է թարգմանվել որպես բարգավաճել կամ հաջողակ լինել, բայց դա կարող է նաև նշանակել խոհեմ լինել կամ խելամտորեն գործել։ Այն հաճախ հանդիպում է Հոբի առակների եւ Սաղմոսների գրքերում, որտեղ հաջողության գաղափարը սերտորեն կապված է Աստծուց վախենալու եւ նրա խոսքին նազանվելու իմաստուն գործելու հետ։ Սաղմոսներում ասում է Դավիթը. իմաստության սկիզբը Աստծո վախն է։
մենք բազմիցս ասել ենք, որ դա այն վախը չէ, որ ստրկական վախը, որ թողում ես վախից, ոչ, դա հարգանքն է եւ երկյուղացությունն է Աստծո հանդեպ, նրա խոսքի հանդեպ։ Այսինքն, երբ որ մենք հարգանք ունենք Աստծո խոսքի հանդեպ, երկյուղած ենք Աստծո հանդեպ, լուրջ ենք վերաբերվում իր ասածներին եւ ձգտում ենք Աստծո շնորհքով, Հիսուսի շնորհքով իրականացնել մեր կյանքում, այդ դեպքում մենք խելամիտ ենք եւ այդ դեպքում մենք ունենանք առաջինը հոգեվոր հաջողություն։ Ոչ թե այստեղ խոսում է ֆինանսական հաջողության հետ։ Աշխարհիկ մարդիկ շատ հանգիստ խաբերի միջոցով կամ տարբեր միջոցներով կան մարդիկ, որ իրենց քրտինքով են հարստանում, բայց շատերը ուղղակի խիղճը կորցնելով խաբում են, քիչ են վճարում իրենց գործարին, մենք շատ խոսացել այս մասին։ Խոսքը ուրեմն այդ ֆինանսական հաջողության մասին չի, որը մարդկանց խաբելով ձեռքեսվելու, ոչ։ Խոսքը գնում է քո հոգևոր, առաջինը հոգևոր հաջողության մասին, որ դու հաջողակ քրիստոնյա ես։ Դա ինչ է նշանակում, որ դու քո կյանքի ամեն քայլում կատարում ես Աստծո խոսքը, Աստծո խոսքի համաձայն ես քայլում։ Ուրեմն, ըստ այս պատկերացման, հաջողությունը պարտադիր չէ, որ սահմանվի որպես նյութական բարգավաճում, թեև չի բացառում այն։ Հաջողությունը պետք է դիտվի որպես հոգևոր արժեքների ու սկզբունքների հետ ներդաշնակ վիճակ, որոնք դրված են Աստծո ստեղծած աշխարհի հիմքում եւ արտահայտված նրա օրենքում։ Վստահություն Աստծո խոստումներին, մասնավորապես միայն հավատով, փրկության խոստմանը եւ նրա օրենքին ազանվելն իրապես չեն հակադրվում միմյանց։ Նրանք ներկայացնում են նույն մետաղադրամի երկու կողմերը։ Հիսուսի քավիչ ու զոհաբերական մահվան հանդեպ հավատը հակադրել Աստծո օրենքին ազանվելուն նշանակում է կեղծ ու վտանգավոր երկփեղկում ստեղծել։ Օրենքն ու շնորհն անբաժան են եւ մշտապես ներդաշնակ են գործում։ Եթե օրենքը ուժի մեջ չլիներ, մեզի շնորհ պետք չէր, որտեղ Աստծո շնորհքով է, որ մենք ուժ ենք ստանում օրենքը պահել։ Բայց եթե օրենքը չկա, ուրեմն շնորհի կարիք էլ չկա։ 5 կտակարանի ուրեմն մի անգամ էլ կրկնենք, միայն օրենքի դերիմակերեսային ըմբռնումը ուրեմն օրենքն ու շնորհն անբաժան են եւ մշտապես ներդաշնակ են գործում։ Միայն օրենքի դերիմակերեսային ըմբռնումը կարող է հանգեցնել օրենքն ու շնորհը որպես հակադրություն ընկալելուն։ Ուրեմն ճիշտ ընկալման ու կիրառման դեպքում օրենքը կհանգեցնի սեփական մեղավորության եւ Քրիստոսի արդարության կարիքի ավելի խոր ըմբռնմանը։ Այսինքն, ինչպես Հռոմեացիներ 7:7-ում գրում է, որ եթե օրենքը չասեր մի արա, ես չէի իմանա, որ ես մեղավոր եմ։ Եթե օրենքը ասեր մի ցանկանա, ես չէի իմանա, որ ցանկանալը մեղք է։ Ուրեմն եթե օրենքը չկա, չկա նաեւ մեղք։ Եթե մեղք չկա, շնորհի կարիք էլ չկա։ Այսինքն օրենք ուժի մեջ է, բայց քանի որ մարդը անկյալ է, մեղավոր է եւ չի կարող օրենքը իր ուժերով պահել, դրա համար Հիսուսը խաչվեց, մահացավ եւ շնորհքը իր գործի դրվեց, որպեսզի մենք կարողանանք իր շնորհքով նազանվել Աստծո խոսքին։ Էլեն Ուայթը դարերի փափակ գրքում գրում է Էջ 391 իր խոստումներու ու զգուշացումներում Հիսուսը նկատի ունի նաև ինձ։ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ տվեց իր միածին որդուն, որպեսզի ես ամեն մեկը իրեն թող տնի։ Հավատալով նրան չկորչեմ, այլ հավիտենական կյանք ունենամ։ Աստծո խոսքում զետեղված փորձերը պետք է իմ սեփականը դառնան։ Իմն են աղոթքը եւ խոստումը, պատվիրանը եւ նախազգուշացումը։ Երբ հավատն այսպիսով ստանում է եւ յուրացնում է ճշմարտության սկզբունքները, դրանք դառնում են գոյության անբաժանելի մասը եւ կյանքի շարժիչ ուժը։
Հոգու մեջ ընդունված Աստծո խոսքը սկսում է կարգավորել մտքերը եւ զարգացնել բնավորությունը։ Այսինքն մկրտությունը դա միայն սկիզբն է։ Դա նշանակում է, որ դուք նշանակվել եք պաշտոնի եւ Աստծո արյունով մենք բոլորս որակավորված ենք այս պաշտոնին լինելու քրիստոնյա, Հիսուսի արյունով որակավորված ենք։ Բայց մեզանից է կախված, թե հետագայում ինչ կլինի։ Եթե մենք իրոք Հիսուսի օրենքով ապրենք, եթե մենք իրոք Աստծո խոսքը կատարենք մեր կյանքում, այսինքն պրակտիկավայց, ռուսերեն ասում են պրակտիկավայց, անգլերեն practice, հայերենում գործնականon իրագործենք, մենք կաճենք, մենք կբարգավաճենք այդ պաշտոնում, քրիստոնյայի պաշտոնում եւ Աստծո անվանը փառք կբերենք եւ վերջում մեր ուժերի հնարավորությունների չափով կատարյալ կլինենք, որտեղ Աստված ասեց. կատարյալ եղեք ինչպես ես եմ կատարյալ։ Մեր ուժերի եւ մեր հնարավորությունների չափով, մեր ունակությունների չափով, այդ չէ համեմատվել ուրիշների հետ։ Ուրեմն հիշենք, որ մկրտությունը դա ընդհանրապես ծնունդ է, սկիզբ է եւ մեր հավատքից եւ մեր գործնական կյանքից, որը այդ հավատքի արդյունքն է, կախված է մեր քրիստոնյայի կայացումը, որպես քրիստոնյա։ Վերջում կարդանք Էլեն Ուայթի «Հավատ եւ գործեր» գրքից H19, ոչ մի կետ այնքան լրջորեն չպետք է ընդգծվի, այդքան հաճախ կրկնվի կամ ավելի ամուր հաստատվի բոլորի մտքերում, որքան այն, որ ընկած մարդու համար անհնար է իր լավագույն բարի գործերով որևէ բան վաստակել։ Փրկությունը միայն Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատի միջոցով է, որը արտահայտվում է հնազանդությամբ։ Եթե մենք ունենք հավատք, մեր գործերը կապացուցեն, որ մենք ունենք հավատք։ Եթե չկան այդ գործերը, նշանակում է մեր խոսքերը դատարկ են։ Բայց ոչ թե մեր գործերով ենք փրկվում, այլ Հիսուսի թափած սուրբ արյունով։ Հիսուսի թափած սուրբ արյունով է, որ մենք կարող ենք ապրել սրբության մեջ։ Դրա համար փրկությունը Հիսուսից է, այլ ոչ թե այդ գործերից։ Այդ գործերը բխում են մեր հավատքից։ Թող Աստված օրհնի մեզ, շնորհակալ ենք Աստծուն այս դասի համար։ Թող Աստված օգնի ամրապնդի այս դասը մեր մտքի մեջ, մեր սրտի մեջ, որպեսզի մենք ամեն օր հիշենք, որ մենք գործնական քրիստոնյա լինելով է, որ դառնում ենք Աստծո ծառա եւ կատարում ենք մեր քրիստոնյայի պաշտոնը։ Դա շատ բարձր պաշտոն է, դա ամենաբարձր պաշտոնն է, որ կարող է տրվել այս երկրի վրա որևիցե մեկին, սակայն այսօր ամենաարհամարված պաշտոնն է, որտեղ մարդիկ կախարդված են սատանայի հնարքներից եւ այն բաները, որ իրականում իրենց դժբախտ են սարքում, կարծում են, թե իրենց երջանիկ են սարքում, մեր աղոթքը պիտի լինի, որ իրենք ազատագրվեն այդ խաբկանքներից եւ զգան իրենց կարիքը Աստծո մեջ, զգան իրենց կախվածությունը Աստծուց եւ ինչպես մենք ենք հասկացել դա եւ նոր կյանք սկսեն արդեն Աստծո հետ եւ ճանաչելով իր խոսքը եւ հնազանդվելով իր խոսքին, թող Աստված օրհնի սրա մեջ մեզ ամբողջ շաբաթվա ընթացքում, որ իրանը փառավորենք, այլ ոչ թե խայտառակենք։ Աստծո ողորմությամբ մինչև մյուս շաբաթ։